Ողջույն բոլորին, սիրելիներս ինչպե՞ս եք։ Դուք գտնվում եք Երայի խոհանոցում, դա նշանակում է, որ այսօր եւս մեկ համեր բաղադրատոմս եմ ձեզ ներկայացնելու։ Այսօր պատրաստելու ենք շատ առողջարար, համեղ աղցան, ամենօրյա աղցան, որ ամեն օր պատրաստես ուտես, նույնիսկ որպես ճաշ եմ ես դա օգտագործում, որովհետեւ շատ հագեցնող է, ամեն ինչ կա մեջը։ Այնպես որ սկսեցինք։ Հավի կրծքամիս ամենաառաջին գործը դա ենք անելու։ Թել-թել այսպես մանրացնելու ենք։ Էփեք, լավ էփեք, որովհետեւ եթե աղցանի մեջ ենք լցնելու, սիրելիներս, հավի կրծքամիսը պետք է լավ եփի։ Սովորաբար հավի միսը պետք է լավ եփված լինի, որովհետեւ դա շատ կարեւոր է, եթե ոչ կարող եք ռիսկի դիմել ու թունավորվել։ Ուրեմն հիմա այսպես ծաղան կանենք հավի կրծքամիսը, դիզեք որքան երբ որ լավ եփված է լինում ու լավ ուղղությամբ, ճիշտ ուղղությամբ պատարակաղով շատ արագ մանրացվում է։ Սա այսպես։ Ուրեմն, սիրելիներ, օգտագործում ենք մարոլի տեսակներ, ես այդպես եմ ասում, որովհետև սա խառը աղցանի տեսակ է, այսինքն ռադիքյո, մարոլ, ինչ ասես, որ չկա, այսպես խառը վաճառում է, ես տենց եմ ձեռք բերել։ Կարող եք կաղամբ օգտագործել, կարող եք կարմիր կաղամբ օգտագործել, կարող եք մարոլի տեսականի օգտագործել, կարող եք չինական կաղամբ օգտագործել, որը որ ձեր տանը կա այդ պահին ու ձեզ հարմար է։ Ուրեմն, ավելացնում ենք հավի կրծքամիսը։ Ու հիմա գազարը քերիչով անց ենք անցնելու, 2 հատ փոքրիկ գազար ունեմ։ Իդեպ գազարը կարող եք կորեական ձևով քերիչով անցկացնել, ինչպես որ դուք սիրում եք։ Էս էլ գազարը։ Սիրելիներ, օգտագործելու ենք կարմիր լոբի։ Նախապես արդեն եփված վիճակում ես 1 տուփ լոբի եմ օգտագործում, փոքրիկ տուփ ոլոր։ Հիմա մանրացնելու եմ 50 գրամ ընկույզ եւ ունեմ համեմ։ Ընկույզը շատ կարեւոր է։ Իդեպ կարող եք սխտոր ավելացնել, որովհետեւ շատ համեղ է լինում նաեւ սխտորով, բայց քանի որ չեմ ուզում սխտորով ես պատրաստեմ, ես չեմ ավելացնի, բայց ձեզ խորհուրդ եմ տալիս։ Սխտորով շատ համեղ է։ Կամ էլ գազարը կարող եք սոխով տապակել, հետո ավելացնել։ Սա էլ է շատ համեղ տարբերակ։ Այնպես որ ես ձեզ տարբերակները ասում եմ, դուք արդեն ընտրեք, ինչպես որ սիրում եք, այդպես էլ պատրաստեք։ Սա էլ ընկույզը։ Թարմ համեմն էլ կտրատում եք, իմ համար սա մեծ ճոխություն է Իտալիայում թարմ համեմ գտնելը։ Հիմա համեմում ենք աղով եւ սև պղպեղով, ուրիշ բան չենք ավելացնում, ոչ մի տեսակի համեմում ես չեմ ավելացնում, որպեսզի մթերքի համն ու հոտը մնա։ Սև պղպեղը բայց կարևոր է, ես դա շատ եմ սիրում։ Հիմա ավելացնում ենք 1 ճաշի գթալ մայոնեզ, 1 ճաշի գթալ թթվասեր։ Մայոնեզ եւ իհարկե թթվասեր։ Վերջ, հիմա մայոնեզն ու թթվասերը մի փոքրիկ այսպես կարող եք մայոնեզը բացառել, որպեսզի ավելի առողջ ստացվի, այսպես խառնում ենք ու ամբողջությամբ սկսում ենք խառնել աղցանը։ Ու հետո համտեսելու ենք այս հրաշք համեղ աղցանը, սիրելիներ։ Վերջ, շատ համեղ օգտակար աղցանս պատրաստ է, սիրելիներ, տեսեք։ Հրաշք աղցան։ Այսօր ես հնդկաձավարել եմ պատրաստել, իդեպ տեսանյութներ պատրաստել եմ, շատ համեղ տարբերակ հնդկաձավարի, այսօր մեր տանը աղցան, հնդկաձավար եւ մի քիչ պաների տեսականի։ Այնպես որ սիրելիներս, դուք էլ պատրաստեք, վայելեք, հիմա կփորձեմ, կասեմ համը ինչպիսին է, իսկ մենք կտեսնենք հաջորդ տեսանյութում։ Սիրելիներս, պատրաստեք սիրով, սնվեք առողջ, գարուն է գալիս, շատ կարեւոր է, որպեսզի բանջարեղենու միրգը չընդհատեք։ Շատ կարևոր է, պետք է լավ սնվեք, որովհետև օրգանիզմը թուլանում է եւ ավելորդ էներգիայի կարիք է զգում, այնպես որ լավ սնվեք։ Իսկ իմ ալիքում կարող եք շատ համեղ բաղադրատոմսեր գտնել։ Հրաշք է։